քաղբանտարկյալների ազատ արձակման վրա, հատկապես որ այստեղ չկա դատախազ, որին հրավիրել էիք հարցը։ Տեսեք, լսումները այս օրերին շատ կարևոր են, որովհետև ինքը իրոք օրակարգային խնդիր է, կարող է մի հատ բարձրանամ վերև։ Կարևոր է բոլոր խնդիրները բարձրաձայնել կոնկրետ օրինակներով ցույց տալ այս իշխանությունների անօրինականությունների, ռեպրեսիաների եւ առասարակ սահմանադրական կարգի դեմ ոտնձգությունների շրջանակներում, ինչա կատարվում մեր երկրում։ Գլխավոր դատախազը, ով մեկ շաբաթ առաջ այս դահլիճում մասնակցում էր մարտի 1-ի ողբերգական դեպքերի քաղաքական շահարկմանը, այսօր խուսափեց ներկա լինելու, որովհետև վստահաբար ինքը չունի հնչեցված փաստերին հակափաստարկներ եւ պատասխաններ այն բոլոր ապօրինությունների հետ կապված, որ նախաձեռնում կամ անմիջական մասնակցում է գլխավոր դատախազ։ Նաեւ հրավիրել ենք միջազգային կազմակերպություններին Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին, ովքեր եկել են շնորհակալ են, բայց ստեղ էլ մասնակցությունը բավականին, կարծեմ 2 թե 3 դեսպանատնից ներկայացուցիչ կա։ Ստեղ էլ պետք է արձանագրել, մեկը Միացյալ Նահանգների, այն երկուսը չեմ հիշում, բայց կարծեմ 3-ն են։ Ստեղ էլ պետք է արձանագրել ընդհանուր հետևյալ փաստը, որ խուսափել են գան եւ մոտիկից ծանոթանան Հայաստանի ժողովրդավարության իրական պատկերին, չնայած մենք ստեղից եկուսիները եւ արձանագրությունները իրենց ուղարկել են։ Իշխանությունների այսպես ձեռագիրը տեսնում եք, այստեղ որ այսինքն խորհուրդ տված լինեն, պետք չի գնալ, թե ամեն դեպքում իրենք այսպես դեսպանատները Այստեղ հստակ տեսնում ենք երկակի ստանդարտ եւ մենք միշտ պետք է հիշենք, երբ որ ոստիկանությունը ցուցարարների վրա կրակ բացեց եւ 100-ից ավել վիրավորներ քաղաքացիների շրջանում տեղ ունեցավ, Ձերբեմիության Հայաստանի ներկայացուցիչը Միացյալ Նահանգների դեսպանատունը ողջունեցին ուժային կառույցներին համաչափ քայլերի եւ գործողությունների համար։ Սա երկակի ստանդարտ է, որը վերջին տարիներին կիրառվում է եւ այսա ժողովրդավարության մասին իրենց պատկերացնում։ Սաղաթելյան, ընդդիմության բաց թողումը դուք չեք տեսնում այս հարցում, որ բավարար աշխատանք չի տարվել նրանց ուղղությամբ եւ բացի այդ տևական ժամանակի առաջարկվում է, որ միասնական հարթակ ստեղծվի, որը կկազմակերպվի եւ միջազգային գործընկերներին նամակներ կուղարկվեն եւ տարբեր մեխանիզմներով կաշխատեն։ Հիմա ինչու դա չի ստեղծվում։ Հայաստան խմբակցությունը, Դաշնակցության Հայդատի գրասենյակները եւ մեր բոլոր արտաքին կապերով պարբերաբար Հայաստանում տեղ ունեցած բռնաճնշումների, ապօրինությունների, այս ամեն ինչի մասին մենք տեղյակ պահում ենք եւ նամակներով դիմում ենք։ Կա առաջարկ, պատրաստ ենք, մենք չենք առանձնացնում։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության ընդհանուր հարթակի միասնական ճակատով պայքարելու հետ կապված, ես մի ամբողջական առաջարկություն եմ հնչեցրել ու դա ոչ միայն առաջարկություն, այլ նաև դրան հետևելու են քայլեր եւ գործողություններ։ Ես ընդդիմության միավորման մասին չեմ առաջարկություն հնչեցրել, ես հնչեցրել եմ հետևյալի մասին, որ կան կարևոր առանցքային օրակարգային հարցեր, որոնց շուրջ ընդդիմությունը պետք է համագործակցի։ Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերը, պետական, ազգային մտածողություն ունեցող հասարակական եւ քաղաքական շրջանակները այդ հարցերի շուրջ պետք է համագործակցեն եւ մենք հաջորդ շաբաթվանից սկսելու ենք դաշտի դերակատար ուժերի հետ խորհրդակցություններ եւ կարծում ենք, որ դաշտում գտնվող ուժերը պարտավոր են համախմբել իրենց ուժերը, մեկտեղել եւ համատեղ ռեսուրսներով այս ռեպրեսիաներին դիմագրավելու համար։ Ընդհանուր միավորման մասին քննարկում չկա ու խոսնել ընդհանրապես դրա մասին չի։ Մի քանի հարցերի շուրջ այս իշխանությունների կողմից ձեռնարկված ռեպրեսիաներին, բռնություններին, ազատությունների սահմանափակման նկատմամբ ձևավորվել համարժեք հակազդեցություն Ընդդիմադիր դաշտում բացառել միմյանց նկատմամբ հակաքարոզչությունը, քաղբանտարկյալների իրավունքների հարցով ամբողջությամբ միասնաբար պայքարել, նաև իրենց իրավունքների եւ ազատության համար, ու նաև ակնհայտ է, որ այս իշխանությունը ամեն ինչ անելու է վերարտադրվելու համար
եւ այդ տեղի ունենալու արտահերթ կամ հերթական ընտրությունների միջոցով օգտագործել է ողջ պետական ռեսուրսը, բոլոր իր հնարավորությունները, փորձելու էր քաղաքական հակառակորդներին չզոկացնել այս հարցում եւս ընդդիմությունը պետք է համագործակցի եւ կանխի այս չարիքի իշխանության վերարտադրություն։ Մարդուրյանքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը այսօր ասուլիս է տվել եւ հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը սնվում է նախկին նախագահներից եւ պետք է նրանք չմասնակցեն ընտրություններին, դուրս գան քաղաքականությունից, որպեսզի հնարավոր լինի հաղթել։ Տեսեք, այդ ընտրություններին չմասնակցելու խոսույթը նախկինների ներկաների դա նիկոլական խոսույթ։ Ես ցավում եմ, որ քաղաքականության մեջ հայտ ներկայացրած նոր քաղաքական ուժը իր քայլերը սկսում է նիկոլական խոսույթով։ Անկեղծ ցավում եմ դրա համար եւ կարծում եմ դա հաջողության հասնելու ճանապարհը չի։ Պարոն Սաղաթելյան, կարող եք լուսավորել հանրությանը Արման Թաթոյանի հետ կապված որոշակի խոսակցություններ կային, որ ընդդիմադիրները նրան են դիտարկել որպես միասնական թեկնածու պայքարի ժամանակ, պայքարի օրերին։ Այդպիսի բան եղել է թե ոչ, որովհետև հիմա քաղաքական հայտ է ներկայացրել մի մարդ, որը նախկինում երբեք քաղաքականությամբ չի զբաղվել։ Չեմ ուզում վերադառնալ այդ մանրամասներին։ Քննարկումներ եղել են, Բագրատ Սրբազան այդ հարցին շատ ավելի հանգամանալից կարող է պատասխանել։ Ես էլ որոշ քննարկումների ներկա եղել եմ, բայց երբեք ընդդիմադիր դաշտի որևէ ուժ նոր, հին, նախկին մեր համար թիրախ չի եղել եւ չի լինելու։ Ափսոսում եմ, որ իրենց մուտքը սկսում են նման խոսույթով։